Ինչ վերաբերվում է օդի աղտոտվածությանը, ապա ես եկեք ասում բան չանեմ, անիմաստ համեստություն չանեմ, այդ թեման ես բարձրացրել եմ դեռևս 23 թվականի ընտրությունների ժամանակ, քաղաքապետարանի բազմիցս ձեր եթերներում ասել եմ, Գերմաներ փոշու մասին, որը բան հիմա ուղղակի բժշկական հետազոտություններ են եկել, ընդ որում այն ժամանակ դեռևս չէին չափում, հիմա մի 4 տեղ չափում են, իսկ պետքա չափվի Երևանի պարագայում առնվազն մի 10-12 հազար կետում, որպեսզի մենք խոսենք դրա մասին, որ իրոք այսպես է թե այնպես։ Այո, փոշին այս վերջերս լրատվականներից մեկով նաև մասնագետներ բժիշկներ խոսեցին, որոնք ակնարկեցին, որ թոքի քաղցկեղի առաջացման պատճառների գլխավոր պատճառը օդի աղտոտվածությունն է, նաև սրտանոթային հիվանդությունների, նաև ընդհանուր ասթմայի, նաև մանուկ հասակում երեխաների հիվանդությունների ինչը ակնհայտ է, ինչի մասին ես խոսել եմ շատ վաղուց, որը որ մտած է մեր Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի ծրագրի մեջ, որպես ոչ միայն որպես բնապահպանական, այլ նաև առողջապահական եւ մարդկային կապիտալի պահպանման ծրագիր եւ սրա մասին ասենք թե վաղուց ես հիմա հասկանում եմ, որ մարդիկ այտենց կարող է խայպի ալիքի վրա այդ փրփուրներից բռնվելով փորձեն սա քաղաքական բան սարքեն, բայց սա չպետք է դառնա քաղաքական քննարկումների թեմա, սա աշխատանք է, ծանր աշխատանք է եւ աշխատանքը չպետք է վերածվի նրան, ինչի որ Հայաստանում վերածվում է ամեն ինչ, ինչին կպտնում են ընտրություններից առաջ նախկինները այդ թվում կպեն, այսինքն վերցնել, մատի փաթաթան սարքել, եկեք գրանք դպրոց կառուցենք, դասատու չկա, երեխեքի ծնելիությունը գյուղերում ցածր է, ծնվածները գնում են քաղաք, բայց մենք դպրոց կառուցենք, մանկապարտեզ կառուցենք, կարելի է դուրս գրենք։ Կառավարության մակարդակով որոշում կայացնենք, որ շինարարության ոլորտը գնում է եվրոպական ստանդարտի, բայց շարունակենք աճ փակել նրա վրա, որը հենց կառավարության քթի տակ, կառավարության շենքի քթի տակ տրամադրված տարածքներում որոնք տրամադրված են շինարարության համար, որ ըստ մեր եւ նաեւ եվրոպական կանոնակարգի 30%-ը պետք է զբաղեցնի շինությունը, մնացածը պետք է լինի կանաչ տարածքներ, միևնույնն է, մինչեւ վերջի սանտիմետրը շենք են կառուցում, ասեմ ավելին, այդ կառավարության նոքյարները, որտեղ իրանց արդեն աշխատող չի կարելի անվանել, նոքյարները սիրով հիպոթեկ են վերցնում եւ բնակվում են այդ կազարմեկնում եւ բաներում չգիտեմ, ախորը դա տուն չի։ Աղբյուրը օդի աղտոտվածության։ Օդի աղտոտվածության աղբյուրը կանաչ տարածքների պակասն է, անխնա շինարարությունը, որը ոչ մի նորմատիվ ինչի համապատասխանում ընդհանրապես, մասնավորապես ամենամեծ փոշու ստեղծողը մի պահ դեֆանսն էր, որը չգիտես խի համարվում է էլիտար աղտոտվածության պատճառը Երևանից դուրս գտնվող, բայց Երևանը սպասարկող գրավի եւ ավազի հանքերն են, մասնավորապես Երևանից հյուսիս ընկած տարածքում, Գեղամալարներից դեպի Երևան, այդ մեր քամիների հիմնական ուղղությունն է, որ այդ կողմից գալիս է, այնտեղ փորում են ընդհանրապես տիրություն չեն անում, Սևան գնալուց կարող եք տեսնել աճից զախել։ Դրած են, այդ փոշիները գալիս են Երևան։ Դրան լուծում, ուրեմն որպիսի իրոք լուծում լինի, ոչ թե ոնց որ ասում են կաստիր փոքր լուծում, քաղաքապետը եւ քաղաքապետարանի աշխատողները, ինչպես նաեւ բոլոր շինարարական կազմակերպությունները քրեական հոդվածներով պետք է գնան, ամբողջական կոնֆիսկացիաներով 15 տարի առնվազն, որպիսի այլևս ոչ մի պետական մարմին երբեք չհամաձայնվի դրան թույլտվություն տա եւ այդ շինությունը ընդունի։ Պետք է նույն հոդվածներով գնան կառավարության պատասխանատուները, էկոնոմիկայի նախարարության համապատասխան նախարարները, փոխնախարարները եւ ոլորտը կուրացանող փոխվարչապետ։ Քաղաքական եւ դու քաղաքական նպատակով ինչ որ հարց բարձրացնում ես, քաղաքականությունը դա մեղադրելով։ Քաղաքականությունը մեղադրելու մասին չի։ Հասկանում եմ, բայց քաղաքականությունը մեղադրելու մասին չի։ Քաղաքականությունը կոնսենսուս գտնելու մասին։ Եվ երբ դու ինչ որ քաղաքական հարց ես բարձրացնում, դու գնում ես այդ հարցի շուրջ պայմանավորվելու։ Կան հարցեր, որոնք չպետք է դառնան քաղաքական դիսկուրսի, նախընտրական քաղաքական դիսկուրսի առարկա, ոչ թե քաղաքական, այլ նախընտրական քաղաքական դիսկուրսի, այդ որ եկեք բան հակնենք ու գնանք, այդ որ հակնեք ու գնանք ինչ եք անելու, այսինքն դա պետք է վերածվի նրան, որ մարդիկ պետք է գնան իրանց, չգիտեմ,
շղթաներով կապեն այդ բաներին, չգիտեմ, շինարարական տեխնիկային եւ թույլ չտան, որ դա լինի։ Դա պետքա վերածվի նրան, որ այդ շինարարական ընկերությունների սեփականատերերը պետքա ամոթ ապրեն ամեն օր։ Գնան սուրճ խմելու, իրանց մատուցողները ամոթանք տան։ Սրա մասին է խոսքը։ Եթե դա վերածվելու է, եկեք մենք հիմա սենց գնանք հետո թուլափայի երկու տեղ գտնենք մեկի ցուցակում 25-րդ տեղով ու մենք դրա մասին խոսենք, բայց ընդհանրապես որ հետո մտնենք ազգային ժողով ու այդ տան մեջ հիպոթեկով տուն վերցնենք, դա խայտարակություն է։ Այսինքն խնդիրը, որը ես բարձրացնում եմ, այն ժամանակ հիմա ասենք որտեղից է, այն ժամանակ ինձ մի մանկական օնկոլոգիայի բժիշկ մոտեցավ։ Այսօրվա պես հիշում եմ մասիվում մոլում մի կին մոտեցավ, պարոն Սարգսյան, շատ կներեք պետք է ասեմ, որ մանկական օնկոլոգիան մեզ մոտ ու պատճառը սա է, որտեղ ակնհայտ է, չէ՞ որ երեխաները, մանուկները չեն ծխում։ Ծծկեր երեխան չի ծխում։ Ինքը ուրիշ տեղից է բանը։ Եվ այդ ժամանակ ոնց լավ խորացա սկսեցի, արդեն այդ փոքր գերմաներ փոշու հետ կապված արդեն նայել էինք, բայց ես չգիտեի, որ այդքան խորն է։ Իսկ հիմա պարզվում է, որ դա հիմնական, ինչ եմ ես ասում, որ քրեական հոդվածներով պետքա գնան սրանք, որովհետև սա պետականորեն իրականացվող, նու, ինչ ասեմ, էկոցիդ է։ Ուրեմն սա մտածածածի, լրիվ մտածված է, լրիվ ձևական բնույթ է կրում, լրիվ։ Բացատրեմ ինչու, որովհետև մարդիկ, ովքեր փորձում են Հայաստանի վրա ազդեցություն բանանեն, թողեն ունենան, մեծ հավանականությամբ ընդ որում բանից, հիմնականում Ռուսաստանից է խոսքը գալիս, եւ ինչու ոչ նաեւ մեր տեղական բանը այդ ջենիուսները, որոնք նստած են փորձում են ինչ-որ մի կերպ նախընտրական թեմա սարքեն։ Եկեղեցին միշտ ունեցել է շատ բարձր վարկանիշ, ինչպես նաև բանակը Հայաստանում, այսինքն վստահության բարձր վարկանիշ։ Սխալմամբ մարդիկ, ովքեր Հայաստանը չգիտեն, իսկ Հայաստանը չգիտեն այդ հետազոտություններ պատվիրողները եւ շատ հաճախ անողները, որովհետեւ իրանք սոցիոլոգ չեն, իրանք ուղղակի անում են պատվերով վերլուծությունն էլ Աստված գիտի ով է անում կամ թողում են ստեղին։ Տեսեք, երբ մենք ասում ենք, որ եկեղեցին բարձր վարկանիշ ունի, վստահություն կամ ինչ-որ բան, դրա տակ չի ենթադրվում ոչ մի այ իդեպ դա է, որ Նիկոլը կյանքում չի հասկանա։ Այն եկեղեցին, որը Հայաստանում ունի 80% վստահություն, դա մասիս կամ սիփան լեռան պես մի բան է։ Դու դրան բան չես կարող անես, որտեղ ինքը ֆիզիկական չի։ Ռուսների համար, պրոռուսական ուժերի համար, որոնք ուզում են բան անեն այս թեման, վերածեն կամ Նիկոլը, որ ուզում է այս թեման վերածի քաղաքական վարկանիշի, իրանց մոտ ինչ-որ պայքարը գնում է շատ շոշափելի, բայց հայերի համար այդ որ ասում են, որ եկեղեցին, ինչպես մինչև հիմա բանակը, այդ ուրիշ բան է։ Այդ կոպիտ ասած սիփանն է, կորիկոսն է, այդ Կիլիկիայի լեռներն են, այդ ինչ-որ սենց Տուրուբերանն է, այդ ստեղ չի, դու դրան բան չես կարող անես։ Այս բանը առնետների գզվրտոցը կամ ինչպես ասում էր Երջանկայի շատակա Արմենը տերարիում единомышленников համախոհների տերարիում։ Այդ ասում է ինչ-որ թունավոր սարդեր, կարիճներ, բաներ, սենց օձեր ընկած, այդ տերարիումի մեջ իրար ուտում են, այդ ուտ են, ոչ մի բան է։ Հասարակության համար, որ դուրս գաք փողոց, ես ես ուղղակի բան տենց խորհուրդ եմ տալիս, ձեզ չէ, ձեզ խորհուրդ եմ տալիս այն մարդկանց, չէ, այն մարդկանց, ովքեր կյանքին նայում են նոր ստացված, մի վերջի մի 7 տարին ստացված պետական ավտոմեքենայի պատուհանից կամ մինչև այդ 10 տարի նայում էին քաղաքին այտենց։ Դուրս եկեք փողոց, դուք կզարմանաք ինչքան մարդկանց ոտերին չի ձեր եկեղեցու մասին հեքիաթները։ Ինչպես նաև տարբեր կտրիչ-մտրիչների արածը։ Իրանք ընդհանուր առմամբ այսպես դիստանցիա են պահում, որովհետև դա իրոք տերարիում է։